Տանը եղած պղպեղներով պատրաստում եմ մուհամարը իմ տարբերակով: Մուհամարան պատրաստում են կարմիր քաղցր պղպեղով, ես պատրաստել եմ տարբեր գույների պղպեղներով, այդպես շատ համեղ և տարբերվող է ստացվել: Կարող եք փորձել այս տարբերակը և կիսվել ձեր կարծիքով: Ահա ինձ մոտ այսպիսի տարբեր չափերի, գույների, կծու և քաղցր պղպեղներ են: Խորովում եմ ճարպաջեռոցի մեջ, կարող եք խորովել նաև ջեռոցի կամ գազօջախի վրա: Եթե կծու չեք սիրում, կարող եք կծու պղպեղ չավելացնել: Պատրաստ լինելուց հետո լցնում եմ տոպրակի մեջ և փակում բերանը, թողնում եմ մի փոքր հովանա, այդպես ավելի հեշտ է կեղևը հեռացնել: Ահա տեսեք, թե ինչքան հեշտ է կեղևը դուրս գալի վրայից: Եթե դեռ չեք փորձել այս տարբերակը, անպայման փորձեք այսպես պատրաստել, շատ հեշտ է: Բլենդերի տարայի մեջ ավելացնում ենք արդեն իսկ մաքրած և պատրաստի պղպեղները, մաղադանուսը, ավելացնում ենք նաև սխտոր և ընկույզ, համեմում ենք աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնում ենք նաև ձիթայուղը, ես ավելացրել եմ նաև նռան օշարակ, եթե չունեք, կարող եք ավելացնել կիտրոնի հյութ: Կարող եք նաև ավելացնել մեկ ճաշիկ թալ տոմատի մածուն: Բոլորը միասին բլենդերում ենք, մինչև ստանանք միատարր զանգված: Ավելացնում ենք նաև պաքսիմատը և շարունակում ենք բլենդելը, պետք է ստանանք միատարր զանգված: Ահա և մեր համեղ մուհամարան պատրաստ է: Տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ, զարդարում ենք ձիթայուղով, կարմիր պղպեղով, կանաչիներով կամ ինչպես կցանկանաք: Մատուցելու եմ չորահացի հետ միասին, այդպես շատ համեղ է ստացվում: Դուք էլ պատրաստեք այս տարբերակով և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում: Եթե պատրաստենք ամբողջությամբ կարմիր պղպեղով, ապա գույնը կստացվի գեղեցիկ կարմիր գույնի, քանի որ ինձ մոտ տարբեր գույների պղպեղներ են, գույնը մի փոքր այլ է ստացվել, բայց դա համի վրա ընդհանրապես չի ազդում: Դուք էլ պատրաստեք և կհամոզվեք: Իսկ դուք ինչպես եք պատրաստում մուհամարան, մեկնաբանության բաժնում կարող եք գրել նաև ձեր տարբերակը: Սիրով կընթերցեմ բոլորը: